It is up to the people of the country to say what it was. Was it free? Was it fair? Միայն ժողովուրդը կարող է ասել, արդյոք ազատ ու արդար էին խորհրդարանական ընտրությունները Հայաստանում։ ԵԱԿ ժհմիկ միջազգային դիտորդական առաքելությունը, որ այսօր ներկայացնում էր նախընտրական զեկույցը, ուղիղ չպատասխանեց շվեդ լրագրողի հարցին։ Ազատ ու արդար էին երեկվա ընտրությունները։ Միջազգային դիտորդների նախնական գնահատականը այն է, որ ընտրական գործընթացը եղել է լավ կազմակերպված։ Հայաստանի ընտրողներին առաջարկվել է իրական ընտրություն, բայց արտաքին ճնշման եւ անհավասար քարոզարշավի հնարավորությունների ֆոնին։ The campaign was highly confrontational with divisive rhetoric and marked by allegations of Քարոզարշավը լի էր բախումներով եւ բաժանարար հռետորաբանությամբ։ Այն նշանավորվել է ընտրակաշառքով եւ այլ ընտրախախտումներով, որոնք հանգեցրել են ընդդիմադիր տեխնացուների եւ ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական հետապնդումների։ Այս ամենի հետևանքով ընդդիմության շատ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Իսկ պետական հատվածի աշխատակիցների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու ճնշում կար։ economic measures raised concerns about the equality of opportunity to campaign. ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Ֆարահ Քարիմին նշեց, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները եւ քրեական հետապնդումները նպաստեցին ընտրովի արդարադատության ընկալմանը։ Միևնույն ժամանակ, ըստ միջազգային դիտորդների, սադրիչ հռետորաբանությունը, բևեռացված լրատվամիջոցները, արտաքին ճնշման ու միջամտության մշտական դրսևորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայությանը։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դանիեն Քոթիեն էլ հստակ հայտարարեց. Մոսկվայի ճնշումներն ու սպառնալիքները հասան աննախադեպ եւ մտահոգիչ մակարդակի։ Մենք անգամ լսեցինք, որ պարոն Պուտինը խոսեց հնարավոր ուկրաինական սցենարի մասին, այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի իր եվրոպական ուղին։ Լրագրողներից մեկը նաև փորձեց ճշտել, արդյոք միայն ռուսական միջամտությունն են նկատել, ինչին ի պատասխան ԵԱՀԿ ժհմիկ առաքելության ղեկավար Յանես Լենարչիչը թվարկեց, ինչ հռետորաբանություն էին օգտագործում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները։ The future economic stability and security of Armenia. Սպառնում էին Հայաստանի ապագա տնտեսական եւ անվտանգային կայունությանը։ Մյուս կողմից մենք նաեւ նկատեցինք Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու ներգրավվածությունը եւս։ From the EU and US leaders. So this is what we meant. Միջազգային դիտորդների գնահատմամբ ընտրությունները ընդհանուր առմամբ խաղաղ էին եւ առանց միջադեպերի։ Ամուր հիմք են ժողովրդավարական ընտրությունների համար, եզրափակեց Յանես Լենարչիչը։ It provides a sound basis for democratic elections. Դիտորդները ընդգծել են, որ ընտրությունները անցկացվել են խիստ բևեռացված եւ բազմակարծիք միջավայրում։ Մասնավորապես նշում են, որ քաղաքական բանավեճերը կենտրոնացված էին խաղաղություն, պատերազմ, երկընտրանքի շուրջ ձևավորված պառակտող նարատիվների վրա։ With repeated divisive and inflammatory rhetoric, including war-related messaging. Նախնական զեկույցում ակնարկ կա նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումներ գործադրելու մասին, իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար։ Սակայն մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսի համակարգային չարաշահում տեղական մակարդակում, բայց մեր դիտորդները ստացել են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասն արժանահավատ էր, հանրային ծառայողների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև խրախուսման վերաբերյալ, հիմնականում իշխող կուսակցության կողմից։ Մեր երկարաժամկետ դիտորդները նաև Երևանից ու մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտի մասին։ Ազատության դիտարկմանը արդյոք նշված թերությունները կարող են ազդել ընտրությունների վերջնական գնահատականի վրա։ Միջազգային դիտորդական առաքելության ղեկավարն ասաց, որ ազդեցությունը դիտորդները չեն կարող չափել։ Բայց մենք նկատել ենք, որ հայ ընտրողներն ունեին իրական հնարավորություն անել իրենց ընտրությունը մի միջավայրում, որն ազատ է։ Ավելի վաղ այսօր նաև միջազգային հանրապետական ինստիտուտն էր իր նախնական մեկնաբանությունն արել ընտրությունների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ երկու կառույցների գնահատականները միանման էին։ Քվեարկության օրը ընտրական գործընթացները եղել են հանգիստ եւ լավ կազմակերպված։ Կրկին մտահոգություններ կային արտաքին միջամտության մասին։ ԱՊՀ դիտորդական առաքելությունն էլ հայտարարել է, որ այնպիսի խախտումներ չի արձանագրվել, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։